Նախ կխնդրեմ ներկայանաք մենք հիմա որտեղ ենք գտնվում։ Մասի Նիզամի գյուղում ենք գտնվում, առաջին փողոցի վերջն է։ Դա սեփական նշաններում հողա։ Այստեղ բնակվում են Նարեկը, Տատիկը ու Մայրը։ Նարեկը մի շարք առողջական խնդիրներ։ Նարեկի ազգանունը կասեք։ Թաթևոսյան։ Մի շարք առողջական խնդիրներ ուներ, քանի որ Տատիկն էլ էր հետները բնակվում, ոնց որ տենց որ առողջական խնդիրները ոնց կորոշվեր, գոնե Տատին յոլա կտաներ։ Հիմա Տատիկն էլ է մահացել, մենակ մնացել է երկրորդ կարգի հաշվանդամները ու ինքը։ Ասենք ոչ Նարեկը 20 տարեկան է։ 20 տարեկան, երկու անգամ տարեկետում են տվել առողջականի հետ կապված։ Ու հիմա էլ քանի որ տենց է մտածեցին գոնե իր մորը խնամակալ կլինի, էլի։ Ստենդի ասենք եթե աշխատում բանվորական զորով հացի փող աշխատում վերում, հիմա էլ ասենք մի օրում կանչին Պավեսկեն տվին տարան, ու հիմա ասենք իր երկրորդ կարգի հաշվանդամները մնացել ով է պայելով, է խնամելու։ Երեք Արտաշատի վայնկոմատից կանչել են, որ պետքա գնա կոմիսիա, ու նույն օրը կանչել են կոմիսիա, նույն օրը Պավեսկեն տվել են ու զորակոչել են, ոչ մի ժամանակ չեն տվել, ասենք այդ մի օրում ոնց է լինում, գոնե մարդուն մի քանի օր ժամանակ տան պատժաստվելու ու մնացածներին։ Այսինքն արդեն մի օր Նարեկը ծառայում է։ Երեկվանից մի անգամից տարել են ծառայության, զորակոչել են։ Ու հաշվանդամայրը մնացել է մենակ։ Երկրորդ կարգի հաշվանդամայրը մնացել է մենակ։ Նշում են, թե քույրը խնամակալ լինի, քույրը խնայ, բայց քույրն ունի 5 տան չափահաս, 6-րդ տեսը կծնվի, իր առողջական վիճակն է լավ շի, ու չհաշված այդ մեր ընտանիքում 3 թոշակառուկ է, մեր ընտանիքն է ծանր, մեծ ընտանիքը քուրը չի կարող խնա։ Դրանից է բացի մենք զաքսավորված ենք, քուրը ուրիշ հասցեի ապրում, կինը մայրը ուրիշ հասցեի ապրում, այդպես ոնց է լինելու այդ հարցերը, ես չգիտեմ, այս ճիշտ չի։ Ու խնդրեմ հրատապ հարցին լուծում տալ։ Դուք ում եք դիմել միջև հիմա, ոչ մեկի չեք դիմել, չէ՞ դեռ։ Ոչ մեկին չենք դիմել, բայց կդիմենք, էլի գնանք նախարարություն, մարդու իրավունքների պաշտպան, բոլոր տեղերը կդիմենք։ Մարդուն տանենք երկրորդ կարգի հաշվանդամները խուլու համար ոնց է ապրելու։ Իսկ նախորդ երկու անգամ ինչի համար են տարկետում դրել։ Առողջական հետ կապված։ Նարեկի։ Բազմաթիվ առողջական խնդիրներ ունի։ Եվ ոնց են պիտանի որոշել, ես չգիտեմ։ Հիմա իբր բուժվել է այդ առողջական։ Բայց այնց առողջական էլ է, որ բուժվելու Ենթակա չէ։ Բուժվելու հետ կապված չէ էլ։ Հիմա ձեզ ցույց կտանք պայմանները, մարդկանց կարգավիճակը, որ ոչ ապրելամիջոց ունեն ոչել, ու ասենք մի հատ հույս է տղաներ, այդ տղունը ասենք sense իմ մտածելը որ ինքից դուս մի անգամից տարան բանակ ենե մի օրում, էլի։ Առողջական խնդիրները, մոր հաշվանդամությունը, մոր կարգավիճակը։ Նորմալ ոչ լույս ունեն մարդիկ, ոչ կուխնի ունեն, վահանիկ ունեն, սս կարգավիճակը մարդուն։ Այսինքն տունը պահողը կարելի ասել Նարեկն է եղել։ Ամենակ ինքն այդ առողջական բազմաթիվ խնդիրների հետ միասին մի ձև տես բանվորական գործեր անելով, ստենդը հացի փող աշխատելով, բերելով ընտանիքը, որ պայելով, էլի պիտի մի ձև ապրեն, թե չէ։ Դե մերը ընդհանրապես ի վիճակի չի աշխատել, երկրորդ կարգի աշխատել, խուլու համար է։ Ոնց կարա աշխատի կամ որտեղ կարա աշխատի։ Սմա մարդը թոշակի անցած։